որն էլ Աստծո ներկայությունը մեր կյանքերի մեջ կա, մեր ընտանիքների մեջ գալիս է։ Ամեն այսօր էլ հատուկ այդ օրերից մեկն է, որ մենք հավաքվելու օրհնում ենք Աստծուն եկեղեցով ամբողջովին, մեկ սրտով, մեկ հոգով։ Ու Աստծո շնորհակալ եմ այս պահի համար, որ այստեղ եմ, ձեր մեջ եմ խոսքով բաժնեկցելու, մեկս մյուսով օրհնվելու։ Ամեն մեկս մյուսով օրհնվում ենք։ Յուրահատուկ մարդիկ չկան, յուրահատուկ միայն Տերն է, Հիսուս Քրիստոսն է, որ իր ներկայությունով պատվում է։ Եվ մենք Աստծո որդիներ ենք, պիտի աստվածավայել եւ աստվածահաճո կյանքով ապրենք։ Այսօրվա խոսքս վերնագրել եմ կամ դուք էլ կարող եք տարբեր վերնագրել դնեք Աստծո կանչը կամ կրակե հանդիպում Աստծո հետ, որ ամբողջովին փոխում է մարդու էությունը, մարդու ծառայությունը, մարդու կյանքը։ Ուզում եմ ասեմ, որ միջև խոսքին անդրադառնալը Աստված հատուկ անդրադառնում է իր ժողովրդին։ Միջև որ աշխարհը որ կստեղծվի, գիտենք, որ խոսքն ասում է նա մեզ ընտրել էր իր հատուկ մեծ գործի համար եւ մեզ առանձնացրել էր եւ ամեն մեկս էլ մեր յուրահատուկ կանչ ունենք, ծառայություն ունենք, կանչվածություն ունենք Աստծո առաջին եւ եկեղեցու մեջ։ Հիմա խնդիրն է նա, թե ինչպես եմ ես արձագանքում Աստծո կանչին, ասում եմ այո, գալիս եմ քո հետևից, գալիս եմ քո խոսքի հետևից, թե ուղղակի ասում եմ այո, գնում եմ օտարոտի կանչերի հետևից, որը խանգարում ու քաշում ու հեռացնում ու խորացնում աշխարհի մեջ, կործանելով այն ինչ որ Աստծուց կա մարդու կյանքի մեջ։ Այսօր առաջին համարը, որ ուզում եմ ընթերցենք, կարդանք իրար հետ եւ առաջին հերոսներից մեկին ընտրել եմ, դա Մովսեսն է։ Ամիսներ առաջ էր, Պենտեկոստեից առաջ, Աստված յուրահատուկ ձևով ցույց տվեց, որ Աստված մորենու միջոցով խոսում է, վարվող մորենու միջոցով խոսում է Մովսեսի հետ։ Հատուկ հատվածներ Աստվածաշնչի մեջ, որ կտեսնենք, որ այս մարդիկ, որ կրակի հանդիպում կամ կրակի միջից խոսել Աստված մարդկանց հետ, տեսնում ենք, թե ինչ հսկայական ու մեծ ներդրում են ունեցել Աստծո գործի մեջ եւ Աստված էլ օրհնել է նրանց այդ ծառայության մեջ։ Դրանցից մեկ հենց Մովսեսն էր։ Մովսեսը միջև որ անդրադառնանք 80 տարեկան հասակին, որ հանդիպում ունեցավ Քորեբ լեռան վրա, նա ծնվել էր ու մեծացել էր Եգիպտոսում, գողացվել ու տարվել էր Եգիպտոսում էր նա մեծացել ու 40 տարեկան հասակում նա փախավ Եգիպտոսից։ Հիշում եք 3 փուլի մեջ կարող ենք բաժանել Մովսեսի կյանքը։ 40 տարի Եգիպտոսում նա մեծացավ եւ սովորեց, կրթվեց եւ երկրորդ 40 տարին անապատներում հոտերն էր արածացնում եւ ամուսնացել եւ ընտանիք ուներ։ Եվ այս երկրորդ 40-ամյակի մեջ Աստված կանչում այր, նա արդեն 80 տարեկան էր։ 80 տարեկանում Աստված խոսում է Մովսեսի հետ եւ կանչում է եւ ուղարկում է այնտեղ, որտեղից որ նա փախել էր։ Ելից 2 երկրորդ գլուխ 1-ից 10 համարներն է, ամբողջը չեմ կարդա, ուղղակի պատմությունը լավ տեղյակ եք։ Ուզում եմ մի բան ասեմ, որ Աստծո առաջին ոչ մի պատականություն, ոչ մի բան չկա։ Պատական սկզբունքներ չկա Աստծո առաջին։ Մովսեսը գրված է արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ Հոթորի հոտը, նա հոտը քշելով անապատի ետևն եկավ Աստծո Քորեբ լեռը։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վարվում էր, բայց չէր սպառվում։ Մովսեսն ասեց գնամ ու տեսնեմ այդ մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվում է, բայց չի սպառվում։ Աստված գիտեր, թե ինչպես Մովսեսին հետաքրքրությունը շարժեր, գիտեր ինչպես Մովսեսին գրավեր։ Ուղղակի ինքը միտեղ էր, որ մորենու միջոցով կարող էր դա միջոց էր, որ Մովսեսի կենտրոնացումը կուղի Աստծո վրա, իր վրա։ Եվ ասեմ հենց ուղղակի այնպես չէր, որ հոտը Մովսեսը քշեց ու բերեց Քորեբ լեռան եւ անապատից դուրս եկավ հասավ Քորեբ լեռան մոտ, ու ասեմ, որ Աստծո կանչը այդտեղ էլ կար, Աստծո ծրագիր, Աստծո կամքը։ Մովսեսը երկար ժամանակ ուներ անապատներում մեջ կարներն արածացնելուց մտածելու իր 40 տարիները, որ Եգիպտոսում ունեցել էր, եւ այն հոգսն ու բեռը ծանրությունը, որ ժամանակին իր մեջ եկել էր իր մոր կողմից եւ մտածում էր, թե ինչպես կլինի, որ այս Իսրայել ժողովուրդը իմ ազգս Եգիպտոսում տառապում է եւ ստրկության մեջ է։ Նա 40 տարի վերլուծում էր եւ այդ օրերի մեջ էր եւ այդ հաջորդ օրերից մեկն էր, որ նա մտածելով հոտը քշեց ու բարձրացավ Քորեբ լեռը։ Եվ դա Աստծո լեռն էր։ Աստծո ներկայության մեջ միշտ կա կրակ։ Աստծո ներկայության մեջ միշտ կա
հանդիպում, այստեղ էլ կա Աստծո հանդիպում, ներկայությունը, բայց ոչ բոլորն են, որ կարողանում են հանդիպել եւ խոսալ նրա հետ։ Այսինքն մարդ կխոսի, բայց արձագանք չունեն Աստծո կողմից։ Հետաքրքիր է, որ ասում է Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից եւ սկսեց խոսել։ Եվ երբ որ ես ու դու քայլ ենք անում, Աստված այդ քայլը հավանում է եւ Աստված էլ սկսում է քո քայլին պատասխանելը։ 4-ի 6 համարներն ասում է, երբ որ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար, եւ Աստված մորենու միջից կանչեց նրան, ասեց Մովսես, անունը տվեց Մովսեսի եւ նա ասեց, ահա ես այստեղ եմ։ Այսօր մենք կարող ենք ասել, ահա Տեր, ես այստեղ եմ։ Աստված կանչում է։ Իրականում ես ուզում եմ ասել, որ էսի անձնական իմ ներսի բանը խոսքն էր, որ ինձ հպվել է այդ հայտնության մեջ, դե քարոզիչները միշտ էլ խոսք են գտնում քարոզելու համար։ Դրա համար այն ինչ որ իմ անձնականը թող ինձ մնա, այն ինչ որ քարոզում եմ այսօր թող մեզ բոլորիս հասանելի լինի։ Ուղղակի Աստված ամեն մեկիս կանչում է յուրահատուկ ձևով։ Հիմի հարցը խնդիրը իմ ու քո մեջ է։ Ես ինչպես եմ արձագանքում։ Մովսեսը դժվար կոտրվեց։ Երկու գլուխ տեսնում ենք, որ Աստված խոսում է Մովսեսի հետ, ինքը իր դժվարությունները, ինքը իր խնդիրները։ Ես ծանր լեզու մարդ եմ, Ահարոնին ուղարկիր, նրան ուղարկիր, սրան ուղարկիր, նրան կանչիր, այս մեկը լավ է խոսում, այն մեկը լավ է աղոթում, այս մեկը տեսիլքներ է տեսնում, բայց Աստված չէ, քեզ է կանչում։ Քո վրա է մատը դնում։ Քեզ է ուզում գործածի իր մեծ ու հատուկ գործի համար։ Եվ Աստված ասում է մոտեցիր Մովսես, եւ գիտենք, որ այդ քայլերը, կետերը, որ ասում է ոտքերը հանիր, այս վայրը սուրբ է, որովհետեւ ոչ թե հողն էր սուրբ, այլ Աստծո ներկայությունը եկել ու սրբացրել էր այդ վայրը։ Ամեն։ Այս վայրը հիմի սուրբ է, որովհետև Աստված էստեղ է։ Եվ Աստված ուզում է ամեն մեկիս միջոցով քայլի, շարժվի։ Ամեն։ Եկեք չգցենք մեկս մյուսի վրա, ասենք Տեր իր միջոցով գործի, իր միջոցով քայլի։ Չէ, հենց քո միջոցով Աստված ուզում փառավորվի այս երկրի վրա։ Քո միջոցով Աստված ուզում քայլի այն տարածքների մեջ, որը քո մեջ դրել է։ Տարիներ առաջ քո մեջ խոսել է, թե մարգարական խոսքով, թե անձնական, որ Սուրբ Հոգին քո հետ խոսել ու հայտնել է, եւ Աստծո ծառաների միջոցով, ձեռնադրության միջոցով եւ այլն, ուզում եմ ասեմ, չմոռանանք այդ խոսքերի մասին։ Չգցենք 10 տարի հետո ասենք, ես գիտես 20 տարի առաջ ինչ հայտնություն եմ ունեցել, եւ այսօր ես ինչ եմ անում։ Այդ մարգարական այդ հայտնությունը կարող եմ վերցնել, ասել Տեր, ես կպում եմ սրան։ Գործածիր ինձ, դու ասել ես, դու ես անողը։ Մնում է ինձնից նվիրում։ Ամեն։ Շատ կարևոր է, որ նվիրվեմ ես այն գործին, այն կանչվածությանը, որ Աստված ինձ կանչել է։ Նվիրում ամեն օրվա համար, նվիրում Աստծո գործի համար։ Ես չեմ կարող ասել դու թող քո գործը, թող ամեն ինչ։ Ուղղակի դու Աստված դա անձնական է։ Աստված խոսել է քո հետ, դու կորոշես ինչ չափով ես նվիրում եւ Աստված էլ այդ չափի մեջ քեզ կգործածի իր փառքի համար։ Եվ կարևորն այն է, որ միշտ իր փառքը պիտի երևա, ինքն է փառավորվում այդ ամեն իրավիճակների մեջ։ Մովսեսի հետ խոսալով մեջ է բերում եւ ասում է. Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որտեղ վախենում էր խոսել ու վախենում էր տեսնել Աստծուն։ Հետաքրքիր է, որ երբ որ ասում է ես եմ քո Աստվածը, արտահայտությունը խոսում է ուխտի մասին։ Եվ վեր հիշեցնում է Մովսեսին, որ ես ուխտ եմ արել Աբրահամի, Հակոբի եւ Իսահակի հետ, եւ ես իմ որոշմանս մեջ հաստատ եմ։ Ես իմ ուխտս չեմ խախտելու, իմ երդումս չեմ խախտելու։ Եվ հիմա ես ուզում եմ իմ երդումս քո միջոցով դա իրականանա, ամեն։ Աստված խոսել է եւ հաստատել է։ Սուրբ Հոգին ուղարկել է մեր մեջ է։ Ինքը մենք կնքված ենք իր միջոցով եւ ուզում է, որ իմ ու քո միջոցով փառավորվի այս երկրի մեջ, այս ազգի մեջ, այս գյուղի մեջ։ Եվ մնում է մեզանից նվիրում կներեք ընծայում Աստծո առաջին։ Ուզում ասի ես հիշում եմ իմ ուխտերս, Աստված հիշում է այն խոսքերը, որ ինձ ու քեզ ասել է։ Սուրբ Հոգին հիշում է այն ամեն ինչը, որ դու անցել ես, որ խոսել է քո հետ, ուզում է, որ մենք հիշենք այն խոսքերը, որ Սուրբ Հոգին լուրջ խոսել է մեր կյանքի մեջ, որ վերափոխել է։ Ամեն։ Որ այդ խոսքը իմ ու քո կյանքը փոխել է։ Դա կարող է լինի 10 տարի առաջ, 5 տարի առաջ, դա կարող է լինի 2 տարի առաջ ա եղել, բայց այդ նույն խոսքը այսօր էլ կարող մեր կյանքը վերափոխի։
Ուղղակի մի բան, որ այս ներկայության մեջ Աստծո հետ դեմ առ դեմ հանդիպման մեջ մենք սկսում ենք ոգևորվել, մենք սկսում ենք լեցվել նրա Սուրբ Հոգով եւ մտնել այդ նույն կանչվածության մեջ, որ Աստված կանչել է։ Հնարավոր է չասեմ մարդ կա, որ կանչվում է 10 տարի է տևում, որ ինքը մտնի իր կանչվածության մեջ։ Մեզանից է կախված, որքանով եմ ես հնազանդվում Աստծո օրհնության, Աստծո ձայնին, այդտեղից էլ կախված է, թե որքան շուտ կմտնեմ ես այդ գործի մեջ։ Դե միշտ ասում ենք Մովսեսին 40 տարի պետք եղավ, որ ինքը պատրաստվեր ու մտներ մեծ գործի մեջ, որտեղ 3 միլիոն ժողովուրդ էր սպասում իրան։ Ինքը պիտի պատրաստվեր իր բնավորությունով։ Բնավորությունը շատ կարևոր այսօր։ Ինչու շատ մարդիկ, որ կանչվում են եւ ընտրվում են տարբեր բաներ, բայց երբ որ Աստված յուրահատուկ ձևով կանչում է հատուկ գործի համար, ինչի միջև վերջ չեն հաջողում, որովհետեւ բնավորությունը մարդը դժվար է թույլ տալիս, որ փոխի Աստված։ Բնավորությունը շատ կարևոր կետ է իմ ու քո կյանքի մեջ, որը պիտի աշխատենք եւ փոխենք։ Ասենք Տեր, դու փոխիր իմ էությունը, փոխիր իմ բնավորությունը, որպեսզի ավելի արդյունավետ լինենք այս երկրի վրա Աստծո դաշտի մեջ։ Ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր Տերը, Նարինքուրն էլ ասում էր, Տեր ինքն է Տիրողը, հոգատար, հոգ տանողը, խնամք տանողը։ Ես հաճախակ եմ ասում, Տեր, դու ես մեզ պահել միջև այստեղ եւ դրանից հետո էլ օրհնողն ու պահողը, սպասարկողը դու ես լինելու մեր կյանքի մեջ։ Ելից 3-7-8 համարներ ասում եմ, սրանք շատ կարևոր են եւ Աստված էլ ուզում էր, որ սա Մովսեսը հասկանա։ Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը եւ ինչպես որ Աստված Մովսեսին կանչեց մորենու միջից խոսած եւ այսօր էլ մեր ժամանակների մեջ էլ կրակ պետք չի, որ ասում եմ միշտ չի, որ կրակ պիտի տեսնենք, որ Աստված կանչի։ Այսօր ինչպես կար Աստված խոսակո միջոցով, Աստծո խոսքի միջոցով եւ այսօրվա պատգամախոսի միջոցով, որ ասում եմ, որ Աստված քեզ կանչում է։ Չեմ ասում ամեն ինչ թող դա դու կորոշես, Աստված քեզ հատուկ կանչում է։ Դու հիմի որ ես խոսքերը կլսես, քո մեջ ինչ որ բաներ կխառնվի իրար, որոշումը հստակ կայացրա, Աստված յուրահատուկ ձևով է քեզ ուզում տեսնի իր դաշտի մեջ եւ ուզում է այդ փառահեղ հանդերձները գցի քո վրա եւ ուզում է քո միջոցով քայլի եւ գործի եւ այստեղ իր փառքը ցույց տա, ամեն։ Եվ նա ուզում է, որ դու տեսնես կամ մենք տեսնենք այն ինչ որ ինքն է տեսնում։ Աբրահամ Մովսեսին ասեց, ես տեսա ժողովրդի չարչարանքը եւ հիմա ուզում եմ, որ դու էլ տեսնես։ Եվ զգաս այն տառապանքը, որ ժողովրդին պատճառել է Եգիպտոսը, փարավոնը։ Եվ ասում է հետաքրքիր է, իջա որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր։ Դա Մովսեսի միջոցով եղավ։ Եվ եկեք տեսնենք մի մարդ, որը ինքը հնազանդվեց, նվիրվեց Աստծուն, գնաց եւ ոչ միայն նա արեց, այլ նրանից հետո Աստված ծառաներ բարձրացրեց, որ այդ ծառաների միջոցով կարողանում էր Մովսեսը Աստված իր փառքը ցույց տար Իսրայել ժողովրդի մեջ։ Լավ է, որ ես հնազանդվեմ, լավ է, որ ես ասեմ այո Տեր։ Դու հնարավոր է, որ մտածես մենակ ոնց կլինի, մենակ ոչ մի բան չի լինի։ Աստված մեր կողքին մարդկանց է դնում եւ իր փառքը ցույց է տալիս։ Եվ Աստված էլ իջել է, եւ Աստված էլ էստեղ է, նոր չպիտի իջնի։ Ուզում եմ մի բան ասեմ, որ Աստծո անունը գոռալով եւ կրակ գոռալով չի, որ Աստծո կրակը պիտի լինի այստեղ։ Ինքը այստեղ մեր կյանքի մեջ է եւ Աստված հենց ինքը կրակ է մեր կյանքի մեջ վառվում է։ Ուղղակի նրա հետ մենք պիտի հարատև աղոթքի մեջ լինենք, որպեսզի մնա այդ կրակը ներկայությունը։ Այն ինչ որ ինձ երեք ասել է, դա այսօրվա պես լինի, ամեն օրվա պես լինի։ Այն ինչ որ մի 2 տարի առաջ է խոսացել, որ ես պիտի իմ հարաբերություններս այնպիսի սերտ լինի Աստծո հետ, որ այսօրվա պես լինի, թարմ լինի ամեն օրվա համար։ Ամեն։ Եվ ասում եմ հիմա իսրայելացիները աղաղակը հասել է ինձ։ Ես տեսա այն հարստահարությունը, որոնց ենթարկեցնում են նրանց եգիպտացիները։ Ուստի ամենակարևոր բանը, որ ասում եմ, ուստի արի հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ եւ հանիր իմ ժողովրդին Իսրայելի որդիներին, ազատիր այդ ստրկությունից։ Ուստի արի հիմա քեզ ուղարկեմ։ Ուստի արի դու հիմի համաձայնվիր այն իմ ասած խոսքերին, որ հիմա ես քեզ խոսում եմ, որ ասում եմ դու ես
այն անձնավորությունը, որ ես քեզ ընտրել ու կանչել եմ, դու պիտի գնաս Եգիպտոս ու Եգիպտոսից իմ ժողովրդին ետ բերես։ Ես ուզում եմ, որ դու նույն ցավը զգաս։ Երբ որ ես Աստծո ցավը, Աստծո սրտի միջը եղածը չեմ զգում, չեմ կարող անեմ այն, ինչ որ ինքն անում։ Ես չեմ կարող տեսնեմ, ես չեմ կարող հաջողվեմ Աստծո դաշտի մեջ, երբ որ չեմ տեսնում այն, ինչ որ Սուրբ Հոգին է ցույց տալիս։ Ուստի արի հիմի մեր սիրտը նազանդեցնենք, խոնարհեցնենք Աստծո առաջ ու ասենք, թե ես հանձնվում եմ, ես Մովսեսի նման չեմ ուզում ժամերով համոզես ինձ։ Ուղղակի մի բան այնպես չի, որ տեսականորեն պիտի ես ամեն ինչ հասկանամ, որ նոր ասեմ, թե ես հնազանդվում եմ։ Մովսեսը եթե իմանար ինչ պիտի կատարվեր իր հետ, ինքը ընդհանրապես չէր ասի այո Տեր, ես գալիս եմ։ Ուղղակի մենք ասում ենք, Տեր, ես համաձայն եմ քեզ։ Ես իրականում եմ ինչ որ դու ասում ես անկարող եմ, բայց ես համաձայն եմ, մտնում եմ այդ կանչվածության մեջ, ուստի հիմա արի քեզ ուղարկեմ Փարավոնի մոտ։ Մենք ուղարկված ենք երկրի վրա, ուղարկված ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ մենք գիտենք, որ հենց այնպես չենք, ուղղակի մենք զինված ենք, հոգևոր ամեն զենքերով Քրիստոսը մեզ զինել է Սուրբ Հոգու միջոցով։ Ղուկասի 4:18-19 համարների մեջ Հիսուսը մի կարևոր համար է կարդում Եսայա մարգարության միջից, եւ ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար ինձ նա օծել է։ Ուղարկել աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսողություն եւ կերեկվածներին ազատ արձակելու եւ Տիրոջ ընդունելու տարին հռչակելու։ Նա ասում է Տիրոջ հոգին ինձ վրա է։ Մենք կարող ենք ասել Տիրոջ հոգին մեր մեջ է, մեր վրա է եւ նա մեզ ընտրել է, որ այս աշխարհի մեջ կերեկացներին, գերիներին, կույրերին, Հիսուսը որ ասում էր կույրեր, նա նաև նկատի ուներ հոգևոր առումով կուրությունը բացելու, որպեսզի իր ժողովուրդը տեսնի, թե իր առաջ ով է կանգնած, որ ինքը թագավորն է, եւ նաև ինչի ոչ, նաև ֆիզիկապես կույրերին բժշկելու, սատանայի կողմից հարստահարվածներին ազատություն տալու։ Սատանան շատ ժամանակ մարդկանց հարստահարում է, գցում այն ինչ-որ խնդիրների ու դժվարությունների մեջ, բայց Սուրբ Հոգին օծել է ամեն մեկիս։ Եվ Հիսուսն ինքն ասեց, այս խոսքերը կատարվեց հենց ինձ համար։ Ամեն մեկիս համար էլ կա այս խոսքը։ Եվ կարող ենք վերցնել, ասենք, Տեր, դու մեզ օծել ես։ Այս խոսքը հենց Հիսուս Քրիստոսի համար է, բայց կողքից կարող ենք մենք էլ մեջ մտնել, ասել, Տեր, շնորհակալ ենք այդ օծության համար, յուղի համար, որ դու մեզ կանչել ես, գերիներին թողություն տալի։ Նրանք, ովքեր որ գերված են ինչ-ինչ խնդիրներով, նրանք, ովքեր որ թեև հոգևոր են, քրիստոնյա են, հավատացել են, բայց կույր են, Աստված հենց քո միջոցով է ուզում, որ դու լուսավորես նրանց աչքերն ու նրանց մտքերը, կերեկվածներին, հալածվածներին Աստծո բարի լուրը բերելու համար։ Կարևոր բան կա Աստծո դաշտի մեջ եւ գործելավոճի մեջ, որ նրա համար ասեցի, որ պատահականության սկզբում չի գործում։ Եվ պատահականություն չի, որ այսօր եսի դու էլ այստեղ ենք։ Ինչ որ առումով մտածում ես, սա ծառայություն էր, վեր կացա եւ գնացի, Աստված ուզում է այստեղ մեր սրտերը մի հատ խառնի, ուզում այստեղ մեզ հետ խոսի, ասենք Տեր դու խոսիր եւ ես կլսեմ եւ ես այդ գործը կկատարեմ։ Մովսեսը տեսավ այրվող մորենին եւ որոշեց գնալ եւ տեսնել։ Աստված ուզում է, որ ես ու դու առատ մեր քայլը անենք։ Աստված ամենակարող է։ Աստված ինքը ամենակարող Աստված է։ Միջև որ ես ու դու չհնազանդվենք, քայլը չանենք, ոչ մի բան տեղի չունենա։ Դե ասում ենք մեկին կբարձրացնի, այո, մեկին կբարձրացնի, բայց պիտի անես այն ինչ որ դու պիտի անես քո բաժինը։ Մնացած իր բաժինները կանենք։ Մովսեսը տեսավ, այդ իրավիճակի միջոցով Աստված խոսեց նրա հետ։ Եկեք իրավիճակը մի կողմ դնենք եւ տեսնենք այդ ձայնը թե ինչ էր ասում Մովսեսին։ Միջև չմոտենանք Աստծո հետ հաղորդակցվելու, նա չի խոսի մեր հետ։ Մեր շատ ժամանակ մարդու սիրտը քարանում է եւ Աստված էլ հենց ինքն առաջին քայլն անում, սպասում է եւ տեսնում է, որ դու քայլ չես անում, ինքն է քայլն անում։ Մովսեսն 80 տարեկան էր եւ մտածում էր, Տեր, երբ պիտի գա ժամանակը, բայց Աստված ասեց հիմա է ժամանակը։ Հիմա եմ ես քեզ ընտրել, ես հիմա եմ կանչում քեզ, որ դու գնաս այդտեղ։ Դու մտածում ես ոնց պիտի լինի իմ ժողովրդի վիճակը, ես էլ ասում եմ, երբ որ գնաս այնտեղ շատ լավ կլինի։ Երբ որ գնաս այնտեղ այն լուրը, որ տանես, փրկության լուրը տանես, ժողովուրդը կուրախանա։ Աստված Մովսեսին տվեց փրկության լուրը, ինչպես
Հիսուս Քրիստոսի միջոցով ավետիսն եկավ մեր կյանքի մեջ եւ մենք ազատագրվեցինք եւ մենք փրկվեցինք եւ բժշկվեցինք։ Մովսեսի միջոցով փրկության ծրագիր տրվեց Իսրայել ժողովրդին, մեկով հնազանդվեց եւ այդ լուրը տարավ Իսրայել ժողովրդի մեջ։ Այսօր էլ մենք փրկության լուրը ունենք մեր կյանքի մեջ, պատգամն ունենք, ծրագիրն ունենք, Մովսեսը տեսիլք ունեցավ Աստծուց։ Այսօր բոլորն էլ կարողանում են ասել ես տեսիլք ունեմ։ Տեսիլքը Աստծուց է գալիս, նպատակներն Աստծուց են ծնվում, եւ դա իմ անձնական տեսիլքը չի։ Աստված, երբ որ իր ծրագիրներն է սկսում գործածել մարդու կյանքի մեջ, հաջողություն է ունենում այդ մարդը, երբ որ Աստծո ծրագրերով առաջ գնում, բայց երբ որ մարդը իր ծրագրերով, իր որոշված ու իր ենթադրյալ տեսիլքներով առաջ գնում, ինքը չի հաջողվի։ Մի որոշ ընթացք ուրախություն կունենա, բայց հաջողություն չի ունենա, հեռու չի գնա, բայց ես ընդունում եմ Աստծո տեսիլքը եւ կամքը իմ կյանքի մեջ, ամեն։ Մովսեսը տեսավ, սարի վրա լսեց եւ հասկացավ Աստծո կամքը որն է։ Ես էլ կարիք ունեմ տեսնելու, լսելու եւ հասկանալու Աստծո կամքը որն է։ Եվ իր հետ հաղորդակցվելով, իր հետ իմ սիրտը բացելով, Աստված իր սիրտը բացեց Մովսեսին։ Այսօր ես պատրաստ եմ լինելու են մեկը, որ Աստված իր սրտի եղածը կասի ինձ, որ ես էլ գնամ իր սրտի եղածը ասեմ մարդկանց, որ կարիք ունեն։ Այսօր մարդիկ շատ կարիք ունեն Աստծուն, Աստծո սիրուն են, Աստծո փրկության ծրագրին, որ տարիներ առաջ եղավ եւ այսօր է շարունակվում իմ ու քո միջոցով։ Մովսեսն արեց իր քայլը, սա շատ բան է, չէ՞, արեց իր քայլը։ Ես այսօր եմ անում իմ քայլը դեպի Աստված, հնազանդվելով, մտնելով են կանչի մեջ, որը Աստծո գրված է, որ ասում Աստծո ձայնը կրակի բոցերա ճեղքում։ Ամեն, ընդունենք Աստծո ձայնը մեր կյանքի մեջ եւ այդ կանչը, որ նա կանչում է։ Ասում ենք Տեր, ես համաձայն եմ։ Բայց ուրիշ բան էլ չունենք։ Ուրիշ կողմ էլ չունենք գնալու։ Մենք համաձայն ենք։ Մովսեսը մոտենալով կրակին, նա այրվեց ամբողջովին Աստծո կրակով։ Մովսեսի ժամանակն ասել էր եւ եկավ ու անցավ էր։ Ես չեմ ասում դա ինչ որ անցյալում եղած բան էր եւ հիմա խոսում եմ ներկայի մասին, որ Աստված իմի քեզ ասում։ Ես քեզ մաքրել եմ, ես քեզ ուզում եմ կանչել իմ ներկայության մեջ, ուզում մի փոքր էլ սեղմել, ինչ որ բաներ դուրս հանել, դուրս նետել, որ այդ ամեն ինչը հետագայում չխանգարեն գործին, ծրագրին, որը Աստված ուզում է քեզ գործածել, ուզում է քո միջոցով հատուկ տեղեր քայլի։ Հեքիաթային ինչ որ բաներ չպատկերացնենք, ուղղակի Աստված ուզում է ինձ ու քեզ գործածի։ Ասում եմ, տեսա նրանց չարչարանքը, լսեցի նրանց աղաղակը, այսօր ես պիտի լսեմ Տեր, ինչ է ասում նրա ձայնը։ Ես պիտի հասկանամ Աստծո կանչը, Աստծո սրտի եղած այդ, կարծես այդ չարչարանքը նրա սիրտը ճմլել էր, ասում ես իջա եւ տեսնեմ։ Նա հեռատես չէր կամ կարճատես չէր տեսնում դա, որ Աստված ասեց իջա եւ տեսնեմ ու դուրս անեմ, այսինքն Աստված Մովսեսի միջոցով պիտի գնար եւ այնտեղից ժողովրդին գերությունից դուրս անեն։ Գործք առաքելոց 16-9-10 համարներում Պողոս առաքյալը երազ է տեսնում կամ տեսիլքի մեջ գիշերը հայտնվում է մի հեշտակ, մի մարդ եւ ասում է եւ աղաղակում, ասում անցիր Մակեդոնիա եւ մեզ ազատիր։ Աստված ուզում էր ասել Մովսես ժողովուրդը քեզ աղաղակում է, եւ այս աղաղակը քեզ են փոխանցում, ընդունիր այդ աղաղակը։ Նույն էլ առաքյալինը աղաղակը կանչում էր նրան անցիր Մակեդոնիա եւ մեզ փրկիր, օգնիր եւ դուրս անիր։ Ինչպես պիտի ես լսեմ այդ աղաղակը, ինչպես պիտի ճանաչեմ այդ աղաղակը, ումից է գալիս այդ աղաղակները։ Այն մարդը կարող է լսել ու հասկանալ, ով որ սերտ հաղորդակցություն ունի Աստծո հետ, ում ներսում այդ կրակը միշտ բորբոքված ու վառված է, Աստծո դաշտի մեջ վազում է։ Ոչ թե ինքը միշտ կիրակի օրեր էստեղ կամ խմբակներին մասնակցում, այլ ինքը Աստծո դաշտի մեջ վազում է եւ Աստծո սրտի եղածը գիտի եւ Աստծո կամքը ճանաչում է։ Անցիր Մակեդոնիա եւ ազատիր մեզ։ Որ լավ ու շատիր լսենք, իրականում Սուրբ Հոգին խոսում է մեր սրտերի մեջ։ Ուղղակի շատ ձայներ կա, շատ կանչեր կա, որ ես պիտի կարողանամ դասակարգել ու դնել երրորդ պլան ու ընդունել Աստծո կանչը եւ ասել ես գալիս եմ քո ձայնի հետևից։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ դու ես ուզում, Տեր։
Եվ հասկանում ենք այս ամբողջ խոսակցությունից, որ Մովսեսը վերջապես հնազանդվեց եւ ընդունեց Աստծո սրտի ցավը իր ցավը համարելով։ Ուստի արի հիմա քեզ ուղարկեմ, որտեղ կա կրակ, այնտեղ կա սրբացում, տեսիլք, հնազանդ սիրտ, որը վարվում է Աստծո կամքը կատարելու մեջ։ Ամեն։ Այստեղ կա կրակ եւ այստեղ կա տեսիլք, կա նպատակ, որ Աստված առաջնորդում է ամեն մեկիս։ Ինչպես գիտենք, որ եթե մուլտիկների մեջ, ֆիլմերի մեջ տեսել ենք Մովսեսին հրաշագործության պարգևը տրվեց, որ ինքը կարողանա հրաշագործություն անել եւ նշաններ գործել Եգիպտոսում փարավոնին ցույց տալու համար, որ եւ ժողովրդին ցույց տալու համար, որ ինքը Աստծո կողմից է ուղարկվել։ Աստված երբ որ մարդուն կանչում է, երբ որ ընտրում, առանձնացնում ու սրբացնում է, իրան հատուկ ձևով զինում է։ Այնպես չի, որ իրան բացի թողի ասում է գնա ինչպես կարող ես այնպես գործի։ Մովսեսին տրվեց հրաշագործության պարգև, մեզ էլ տրվեց այդ ամեն զորություններ, կարողությունները գործելու ինչ որ առաքյալներին, ինչ որ Քրիստոսը գործում էր, եւ այնպես էլ մեր կյանքի մեջ էլ կա։ Մենք առանձնացված ենք Աստծո գործի համար։ Եվ մենք ուղղակի չենք կարող ասել, թե ես ինչպես գործեմ, որտեղ գնամ։ Հա կարող ես այդ աղոթքն անել, բայց երբ որ ես գիտեմ իմ անելիքը, երբ որ ես գիտեմ որտեղ եմ, ես գիտեմ որ կանչված եմ, ես գիտեմ ով եմ եւ ինչ ունեմ, արդեն դու համարձակ կարողանում ես գործել։ Ամեն սարի վրա կա Աստծո հայտնությունը։ Աստծո հետ կա միշտ Աստծո հայտնությունը, նա իր հայտնություններով կիսվում է ամեն մեկիս հետ։ Եվ քո մեջ կարիք ցանկություն կդնի անելու այն ինչ որ երկինքն ուզում է որ դու անես։ Ամեն։ Այն ինչ որ Սուրբ Հոգին ուզում է որ դու անես։ Քորեվ սարի վրա կար կրակ, կար տեսիլք, կար սրբացում եւ կար մի բան, որ Աստված նաեւ այդ հաղորդակցության մեջ Մովսեսից հեռացրեց Մովսեսի վախերը եւ կասկածները եւ շատ հարցերի պատասխաններ Մովսեսը ստացավ Քորեբ լեռան վրա։ Ինչու կասկածներն ու հարցեր կան մեր կյանքի մեջ նրա համար, որ կամ սխալ տեղեր են գնում խորհրդակցելու, կամ էլ մենք շատ ժամանակ թույլ ենք տալիս այս աշխարհը խնդիրներն ու իրավիճակները մեզ այնքան ճզմեն, որ չկարողանանք Աստծուց ինչ-որ մի բան լսելու։ Այս օրերի մեջ մենք շատ կարիք ունենք լսելու այն, ինչ որ Աստված է ուզում ասել։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակների մեջ, որ այնքան ձայներ ու այնքան աճ ու ձախից, վերև ներքևից կանչեր ու ձայներ ենք լսում, որ կարիք ունենք տարբերակելու դա որն է։ Բայց Հիսուսը մի բան է ասում, որ իմ գառները իմ ձայնը ճանաչում են։ Մենք Աստծո հոտն ենք, մենք Աստծո զավակներն ենք։ Միջև չմոտենանք հոգու կրակին, մենք չենք վարվի այդ հոգու կրակով։ Մենք չենք լեցվի Աստծո սրտի եղածով։ Առաջին Թեսաղոնիկեցիների մեջ գրված է, որ 5:19 մի հանգցրեք հոգին, մի մարեք հոգին։ Այնա որ մի հանգցնեք հոգին, ինքը կրակ է, վարվում է մեր կյանքի մեջ։ Երբ որ ես վատաբանում ու բամբասում եմ մարդը ինչ-որ մեկից, կներեք այս խոսքի համար, ինքը մարում է հոգին։ Երբ որ ինչ-որ մի բան անում, որ Աստծո սրտին այնպես էլ հաճելի չի, ինքը մարում է հոգին, կրակը, Սուրբ Հոգին տրտմում է։ Այնպես որ լավ է, որ իմ կյանքով, իմ ապրելակերպով, իմ նիստուկացով, իմ հայացքներով ու մտքերով, լավ է, որ ես չտրտմեցնեմ այն հոգին, որ իմ կյանքի մեջ է, որ ինձ ու քեզ Աստծո առաջին նա է կանգնեցնում, նա է մեզ սրբացնողը։ Տեսիլքը ծնվում է հաղորդակցվելու, սպարս հասարակ բան է։ Այսօր եթե մարդ ծրագիր ու տեսիլք չունի, ուրեմն ինքը քիչ է հաղորդակցվում Աստծո հետ։ Մովսես իր մտորումներից գնալով սար ու տեսավ Աստծո տեսիլքը։ Այսօր Աստծո սարն ենք բարձրացել, Աստծո ներկայությունն է։ Որտեղ եմ ես Աստծո տեսիլքների մեջ, Աստծո ծրագրերի մեջ։ Ուղղակի դու կարող ես սանդղա գծել ու քո համար վերլուծել որտեղ եմ ես։ Ես այդ փուլի մեջ եմ, որ մտել եմ արդեն Տիրոջ գործի մեջ, որ գործածում է նա ինձ, թե տարիներն անցնում է, բայց ես 1-2 քայլ էլ չեմ արել Աստծո դաշտի մեջ, լրջորեն ասելու այո Տեր, ես որոշել եմ։ Ես մի կողմ եմ դնում այն, ինչ որ ինձ խանգարում է։ Ես մի կողմ եմ նետում այն, ինչ որ ինձ տարիներ շարունակ ճնշել է, որ ավելի հստակ ու համարձակ լինեմ քո խոսքի մեջ։ Ելիս 13:21-22-ի մեջ Աստված սյունով, կրակե սյունով էր Իսրայել ժողովրդին առաջնորդում, հիշում եք գիշերը կրակե սյուն, ցերեկն ամպի սյուն,
Կրակը նաև լուսավորում էր գիշերը ճանապարհով, որտեղ նրանք գիշերն էր ճանապարհում էին, եւ նաև կրակը պահպանում էր շակալներից, կարիճներից եւ օձերից։ Եթե Աստծո կրակը բորբոքված է, Սուրբ Հոգու կրակը մեր կյանքի մեջ կես խավար աշխարհի մեջ, մեր աշխարհը, մեր ոտքերը կլուսավորվի, մեր ճանապարհները եւ դիվային աշխարհը կփախնի մեզանից։ Երբ որ գիտեք մի բան ֆիլմերում էլ կա, որ լուսավորում ես խավարասերները փախնում են, չէ՞։ Բայց երբ որ լույսը մարում է, կարիճները հարձակվում են եւ սկսում են վնասել։ Բայց այսօր մեր կյանքի մեջ պիտի միշտ այդ լույսը, կրակը վառը մնա, որպեսզի այս աշխարհի մեջ դիվային ներգործությունները չփորձեն գալ ու մեր կյանքի մեջ ազդեցություն կամ ներգործություն ունենան։ Սուրբ Հոգու կրակը Սուրբ Հոգու կրակին պիտի հպվեն։ Ինքը անմար կրակ է։ Ինքը չի կարա մարի։ Փափագներն ու ցանկությունները կարող են մարել մեր կյանքի մեջ, բայց այդ Հոգու կրակը Սուրբ Հոգին չի կարող մարել։ Մենք կարող ենք տրտմեցնել նրան։ Եվ այդ կրակի հանդեպ մենք ենք սկսում մարել եւ չկարողանալ գործածվել այնպես, ինչպես որ նա է ուզում։ Կրակը նաև լուսավորում էր բանակի ճանապարհ։ Այսօր կրակը, Սուրբ Հոգու կրակը եկեղեցին առաջնորդում է ճիշտ ճանապարհներով գնալու։ Որպես անհատ եկեղեցի ես ու դու լուսավորվում ենք Աստծո խոսքով եւ կրակով, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ու որոշումներ կայացնենք։ Եվ Աստծո ծառաներից մեկն ասում է, վառարանի վրա ճանճ չի կարող նստի։ Այսօր եթե մենք վառված ենք Հոգու կրակով, մեր վրա ճանճ էլ չի կարող նստել։ Հոգևոր առումով եմ ասում, չեն կարող դիվային ներգործությունները գալ ու հասնեն արդյունքի, ներգործություն ունենան մեր կյանքի մեջ։ Այն ինչ որ Աստված սկսել է մարդու կյանքի մեջ, միջև վերջ էլ կվերջացնի։ Այն ինչ որ Աստված սկսել է քո կյանքի մեջ, միջև վերջ ինքը կանի այդ գործը։ Ուղղակի եկեք համաձայնենք այն Աստծո խոսքին, որ ասում է՝ «Ուստի արի քեզ ուղարկեմ, ուստի արի հնազանդվենք, ուստի արի խոնարհվենք», Աստված ասում է խոնարհներին է բարձրացնում եւ ինքը հպարտներին հակառակ է կենում։ Ամենահավոր բանն է, որ Աստված սկսում է հակառակվել մարդուն։ Աստված սկսում է հակառակվել մարդուն։ Հպարտ մարդիկ միշտ էլ Աստծո հակառակությանը կհանդիպեն։ Լավ է, որ մեր անձերը սկսենք խոնարհեցնել։ Հետաքրքիր հատվածել եմ ուզում ասել Ելից 14:24, ասում է, երբ որ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, Փարավոնը սկսեց հետապնդել նրանց եւ ասում է ժողովուրդը վախերի մեջ էր, կրակեսյունը կար, ասում է ամպիսյունից նայեց թշնամու վրա եւ բանակը խուճապի մատնվեց։ Երբ որ խնդիրներ ու իրավիճակներ, երբ որ դու Աստծո կանչին ասել ես, այո, կյանքումդ խնդիրներ կա, փառք Աստծուն, դա նորմալ է, պիտի լինի։ Աստծո ծառաների կյանքերի մեջ էր շատ ու շատ խնդիրներ կա, որ այսօր մենք չենք էլ կարող անցնել։ Ամեն մեկիս համար, ամեն մեկիս խնդիրը մի յուրահատուկ է, բայց ասածը սեն է, որ երբ որ թշնամին կփորձի հարձակվել ու քեզ կանգնեցնել ու դադարեցնել, ինքը կհանդիպի Աստծո զայրույթին ու բարկությանը, Աստծո զորավոր հայացքին, որը քո միջից կնայի թշնամուն եւ խուճապահար կփախնի։ Ամեն։ Աստված այնպիսին չի, որ մեզ կանչում ու ճանապարհի կեսին ասում է գնա ինչպես ուզում ես վարվիր։ Ինքը ամենակարող Աստվածը, նա հոգատար Աստված է։ Եսայիա 6:6-7 համարների մեջ ասում է ես ես ինչ անմաքուր մարդկանց մեջ եմ բնակվում, անմաքուր շրթունքներով մարդկանց մեջ եմ ապրում, եւ ինքը կարիք ուներ, Եսայիան կարիք ուներ մաքրվելու այդ շրթունքներից։ Եվ ասում է նա տեսիլ քա տեսնում, ասում է ահա մոտեցրի քո շուրթերին, դա կհանի քո անօրենությունները եւ քո մեղքերը կսրբի քեզանից։ Այսինքն հրեշտակը գրված է, որ զոհասեղանի մեջից կրակ վերցրեց եւ բերեց կպցրեց Եսայիա շուրթերին, ասում է ահա մոտեցրի քո շուրթերին եւ կմաքրվի քո շուրթերը կրակից։ Զոհասեղանի կրակը միշտ մաքրող է։ Հիսուս Քրիստոսը հենց ինքն էլ զոհվեց, խաչվեց մեր համար, որպեսզի մենք մաքրվենք ու սրբվենք Աստծո գործի համար։ Ամեն անօրենություն, մեղք որ կա, Եսայիային ասում, քեզանից կգնա։ Աստծո հետ հանդիպելուց մենք մաքրվում ու սրբանում ենք, ժողովուրդ։ Աստծո հետ մտերմանալով մեր ներսից դուրս է գալիս այն ինչ որ մեզ մեր ներսում կրծում, ուտում ու վնասում է։ Եվ Եսայիան կանչվել էր հատուկ գործի համար։ Եվ Եսայիա շուրթերն էլ կրակով մաքրվեց։ Եվ այսօր էլ մենք կարիք ունենք այդ կրակը մաքրում է նաև այրում է, մաքրում ու հեռացնում է մեզանից եւ Աստված գիտենք որ մաշեցնող կրակ է, հալեցնող կրակ է եւ Սաղմոսների մեջ ասում Աստված իր ծառաներին կրակի բոցեր է դարձնում։ Եվ մենք Աստծո կրակի բոցերն ենք այս խավար աշխարհի մեջ, որ կարող ենք վանել ամեն անաստվածային ու դիվականը մեր ճանապարհներին ելած։
Մարկոս ավետարան 14:54-ի մեջ խոսվում է, եկեք տեսնենք օտար կրակների մասին, ու Պետրոսը օտար կրակների մոտ տաքանում էր, հիշում եք 14:54 օտարների վառած կրակների մոտ էր նա տաքանում։ Այսօր Աստծո մարդը ինչ կրակներով է տաքանում։ Օտար կրակներ դա կարա լինի սուտ ու սխալ վարդապետությունները, որ եկեղեցու մեջ կարա լինի։ Ես օտար կրակներով եմ տաքանում, թե Սուրբ Հոգու կրակով եմ ջերմանում եւ իմ ներսի սառնությունը նրանով եմ հալեցնում։ Ես կարիք ունեմ Սուրբ Հոգու կրակին։ Օտար կրակներից ես ուզում եմ մի կողմ քաշվել։ Աշխարհը դա օտար կրակ է, որ մարդը կարող է հայտնվել աշխարհական ցանկությունների մեջ։ Բայց ես ուզում եմ Աստծո կրակով միշտ վառվել։ Ապրելով այս աշխարհի մեջ, բայց չապրենք աշխարհավայել, ապրենք Աստվածահաճո կերպով։ Ահարոնի երկու որդիների մասին հիշում են գրված է Ղևտացիների մեջ, Նադաբն ու Աբիուդ ասում են, նրանք օտար կրակ մատուցեցին Աստծո առաջին։ Միշտ խոսված խոսքեր են, որ հատուկ հարյուրավոր անգամներ կարդացել ու անցել ենք։ Գրված է, որ ասում են, նրանք օտար կրակ դրեցին բուժվարի մեջ եւ Աստծո առաջին ներկայացան։ Ինչի համար օտար կրակ համարվեց, որովհետեւ նրանց չէր ասվել, որ անեն այն գործն ու ծառայությունը, որ նրանք էին անում, եւ ասում Աստծո կրակը նրանց վառեց։ Այն կրակը, որ գալիս էր ու պահպանում էր հետաքրքիր է Իսրայել ժողովրդին անապատի մեջ, այդ նույն կրակով էլ կարող է մարդը զարկվել։ Եվ գիտենք 5 տականում, որ Աստծո ներկայության մեջ, եթե դու ճիշտ չէր դրսևորում, զարկվում ու մահանում էր, այսօր էլ մարդը կարողանում է վնասներ կրի, ինչի համար որտեղ չի լինում, չի հայտնվել, չի գտնվել այն տեղում, որտեղ որ իրականում Աստված իրան կանչել է, գործել է, կանչել այդ գործը անելու։ Ես պիտի մատուցանեմ Աստծո կամքին համապատասխան գործն ու ծառայությունը։ Զգացմունքնային պորտքումից դրդված ծառայությունն էր, կարելի ասել Նադաբի ու Աբիուդի ծառայությունը, զգացմունքներից դրդված։ Սա մարդուն կարող է խանգարել եւ խնդիրների մեջ գցել։ Դրա համար լավ է, որ ես զգացմունքային պորտքումներն իմ կյանքի մեջ եթե տեղից բարձրանում է, ես լրացնեմ, ջուր լցնեմ դրանց վրա։ Մովսեսը հետաքրքիր բան ասում է, Ահարոնն ասում է, սա այն է, որ Տերը խոսեց ասելով ինձ, մոտեցողներով պիտի սրբանամ եւ պիտի փառավորվեմ իմ ժողովրդի մեջ ես։ Ձեր միջոցով ես պիտի փառավորվեմ, ձեր միջոցով ես պիտի սրբանամ։ Եթե օտար բաներ եմ ես անում, Աստված չի փառավորվում եւ չի սրբանում Աստծո ժողովրդի մեջ։ Եվ եթե Աստծո կամքի մեջ եմ, Աստծո գործին համապատասխան եմ, Աստծո կամքով քայլում եմ, նա փառավորվում է այն գործի ու ծառայության մեջ, որն դու անում ես։ Կամ փառավորվում է Աստված, կամ մեծարվում եմ ես։ Երկուսն է տեղ ունենում, բայց կարևորը առաջինն է պիտի լինի, պիտի փառավորվի Աստված։ Երեմիա 17:18 ասում է, նրանց որդիները փայտ էին հավաքում, նրանց հայրերը կրակ էին վառում, իսկ նրանց կանայք խմոր էին հունցում եւ թխվածք էին թխում երկնքի թագուհուն։ Այսինքն Իսրայել ժողովուրդը հասել էր միտեղ, որ օտար աստվածների կրակ էր մատուցանում, բայց այնինչ պիտի կենթանի Եհովա Աստծուն նրանք պաշտամունք մատուցային, ամբողջ ազգով, ամբողջ ընտանիքով, երեխաները, հայրերը եւ մայրերը, նրանք օտար Աստծո կրակներ էին, թխվածքներ էին թխում եւ հյուրասիրում են իրանց Աստծուն։ Այսօր Աստծո եկեղեցին կանչված է հատուկ գործի ու ծրագրի համար։ Միայն մեր կենթանի Աստծուն մենք պիտի պատվենք ու երկրպագենք մեր գործերով, մեր քայլերով ու մեր խոսքերով։ Եվ Աստված բնական այդ ժամանակը փառավորվի ու կմեծարվի եւ իր փառքը ինձ ու քեզանից նա չի վերցնի։ Կողոսացիների 2:18-ում էր, որ այդ խնդիրը կար, ոչ ոք քեզ չզրկի մրցանակից ինքնակամ հնարք խոնարհությունով եւ հրեշտակների պաշտամունքով։ Այդ ժամանակներից եկած էր եկեղեցու մեջ, որ եկեղեցու մեջ կային էլ մարդիկ, կային էլ սուտ ուսուցիչներ, օտար կրակներ էին բերել եկեղեցու մեջ, որ փորձում են ժողովրդին համոզելով, որ կա մեկ այլ բան, որ դու կարող ես մեկ այլ Աստծու, մեկ հատուկ գործով պաշտամունք մատուցանես։ Եկեք այսօր թող ոչ մի բան մեզանից մեզ չխանգարի իմ ամբողջական նվիրումս ցուցաբերելով Աստծուն։ Խանգարումը մի կողմ կտրիր, մի կողմ դիր։ Ես նորից եմ ասում, ես չեմ ասում դու ինչեր կթողնես, բայց դա անձնական հաղորդակցություն ու կանչվածություն է, դու կորոշես թե ինչ ես դնելու Աստծո համար։ Կրակ, զորություն եւ յուղ վերնատանը, Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ տեսնում ենք կրակն ու զորությունը եւ յուղ վերնատանը։ Այսօր կրակ կա, զորություն կա, յուղն էլ կա, որ մեզ օծում է։ Սա վերնատունը, որ մենք ամեն անգամ հավաքվում եւ Աստծուն
օրհնում ենք, չենք սպասում նրան, նա այստեղ է։ Առաքյալներն այդ ժամանակ սպասում են, հետաքրքիր մի բան ուզում եմ, որ կենտրոնանանք ձեր ուշադրությունը, գրված է, որ նրանք նստած էին, երբ որ լսվեց քամու ձայնը եւ կրակե լեզուներն իջան նրանց վրա։ Ես ուզում եմ, որ տեսնենք այն հատվածը, որ նրանք չէին աղաղակում Սուրբ Հոգի արի։ Տեր Աստված քո կրակով այցելի, դա նորմալ խոսքեր է, որ Տեր քո կրակով արի։ Եվ այստեղ ուզում եմ ցույց տալ, որ նրանք այս աղաղակը չէին անում։ Նրանք ուղղակի հնազանդվել էին Քրիստոսին, սպասեք եւ Սուրբ Հոգին կգա։ Նրանք նստած խոսում էին հնարավոր է, ուտում խմում էին, հաց էին ուտում եւ հետո հելնում աղոթում էին եւ ասում էին. Տեր, մենք սպասում ենք քո հղմանը։ Երբ գրված է, որ հանկարծակի եկավ, որ ես չեմ սպասի այդ ժամանակ գալիս է, որ դու չես սպասի հենց այդ ժամանակ Սուրբ Հոգին համարում է, որ ճիշտ ժամանակն է, որ քեզ պիտի սթափեցնի, քեզ պիտի կրակով վառի, քեզ պիտի զորություն հագցնի, զորության վրա էլ յուղ լեցնի։ Յուղը դա ուծությունն է, որ վերջնական քեզ դու համաձայնվել ես, արդեն դու իրենն ես։ Այս կողմեն կողմ փախնելու չունենք, ժողովուրդ։ Պիտի գնանք, վերջացնում եմ։ Այստեղից պիտի գնանք չէ, պիտի գնանք Աստծո կանչի համընթաց։ Հոգու լեցունությունը նրանց միտքն ու նրանց բառապաշարը փոխեց։ Հոգու լեցունությունը կրակը նրանց տվեց իշխանություն եւ իրավունք։ Եվ մարդիկ նրանց միջոցով սկսեցին փոխվել։ Եվ կատարվեց այն ինչ որ Հիսուսն ասեց ինձանից ավելին է դուք կանեք։ Մեկ քարոզի ժամանակ 3000 եւ 5000 հոգի մարդիկ ադառնում էին Քրիստոսին։ Եվ դա այն էր, որ մի քանի հոգի ասել էին. Տեր, ես հավատում եմ քեզ, ես հնազանդ եմ քեզ։ Եկեք հոգու կրակով մարենք օտար կրակները։ Մեր ներսի կրակներով մարենք ամեն օտար կրակներ։ Եբրայեցիների մեջ 11-րդ գլխի մեջ Աստծո հավատքի մարդկանց մասին գրված է, որ նրանք հանգցրեցին կրակների զորությունը։ Բայց այսօր տեսնում ենք մարդիկ, որ այրվում են, վառվում են այդ օտար կրակների մեջ, օտար մտքերի մեջ, օտար ցանկությունների մեջ։ Այսօր ժամանակն է, որ մենք կանգնենք հստակ եւ այդ օտար կրակները մեր կյանքի մեջ մարելու եւ մոխիր դարձնելու։ Սեդրակն ու Հաբեդնակովը եւ նրա Միսակը, Սեդրակն ու Հաբեդնակովը այս երեք ընկերներ ընկան կրակի մեջ, 7 անգամ բորբոքված աշխարհը, 7 անգամ բորբոքված իր բարկությունը մեր դեմա դուրս գալիս։ Բայց երբ որ նրանք ընկան կրակի մեջ, բայց մեկ օտար կրակ էլ հայտնվեց այդ կրակի մեջ, դա հենց Աստծո որդին էր եւ կարողացավ հանգցնել ու մարեցնել այդ կրակը, որպեսզի նրանք չվառվեին։ Այսօր էլ մենք կարիք ունենք այդ կրակի, ամեն։ Եվ մի օրինակ էլ ուզում եմ բերենք ու կանգնենք Աստծո առաջ եւ ասելու. Տեր, ես ընդունում եմ քո կանչը իմ կյանքի մեջ։ Շատ տարիներ առաջ էր, երբ որ մի Աստծո ծառայի վկայում էին եւ նա կարծես մատների արանքով էր նայում եւ այնքան էլ չէր կարողանում հասկանալ, թե Աստված ինչ է ուզում նրանից, իրենից, եւ ինքը վկայում ու ասում է, որ երբ որ դուրսն է իրիկուն էր, գիշեր էր, ցուրտ էր, ասում է երկնքում այս պատմությունը լսել եք։ Ասում է գիշերը տեսա երկնքում մի հատ կրակեսյուն եւ ասում է հետո տեսա այդ կրակեսյունը իմ առաջ կանգնեց ու սկսեց իմ հետ խոսել կրակի միջից, այդ ձայները որ գալիս էր։ Ասում է ես քեզ ընտրել եմ, ես քեզ սիրում եմ։ Եվ ասում է ժամանակ հետո անցավ այդ ձայնը իմ ներսից էր դուրս գալիս։ Ես քեզ ընտրել եմ, ես քեզ սիրում եմ։ Այսինքն կա մի ժամանակ, որ այդ կրակը դրսից խոսում էր Մովսեսի հետ։ Կար մի ժամանակ, որ այդ կրակը բանակի մեջ էր, կար մի ժամանակ, որ ներսում է։ Եվ գիտենք, որ այդ Աստծո ծառան էլ ինչպիսի համաձայնություն ունեցավ եւ կանչը ասեց այո Տեր, ես ընդունում եմ։ Ամեն Աստվածաշնչում կտեսնենք, որ կրակի միջոցով Մովսեսի հետ է խոսում եւ այդ Աստծո ծառան մեծամեծ գործեր անում։ Եվ այդ ծառայի հետ է որ Սուրբ Հոգին այդ կրակի միջից խոսեց, հիմա էլ կանչված է եւ մեծամեծ գործեր անում Աստծո դաշտի մեջ։ Այսօր էլ մենք էլ կարող ենք համաձայնվել այդ կրակին։ Ասենք այո Տեր, ես համաձայն եմ, ես ուզում եմ, ես գալիս եմ քո առաջ, ասում եմ այո քեզ, չգիտեմ ինչպես, որտեղ, բայց այսօր ես ուզում եմ, որ քո կրակով վառվեմ այսօր, ուզում եմ հոգու լեցունությունը, յուղն ու զորությունը հագնեմ ես, ամեն կրակե մկրտությունը այն էր, ինչ որ տեղի ունեցավ գործ կարաքելոցի մեջ, կրակե մկրտությունը մեզ օգնում է հաստատակամ կանգնելու դժվարությունների մեջ եւ հաղթահարելու, ամեն, եկեք Կոչս էսա, որ ինչպես Մովսեսին, ինչպես առաքյալներին, ինչպես Քրիստոսն ուղարկվեց, ուստի արի հիմի քեզ ուղարկեմ, Աստված ասում է, ուստի եկեք մեր անձերը հնազանդեցնենք,
Ուստի եկեք մեր հաղորդակցությունն ու հարաբերությունը սերտ մտերմիկ դարձնենք Սուրբ Հոգու հետ, որպեսզի կարողանանք հասկանանք այն ծրագիրն ու կանչվածությունը, ինչ որ ունի Հիսուսը Սուրբ Հոգին մեր հետ։ Ամեն։ Եկեք երկրպագենք Աստծուն։